Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամոթ որ այս նամակը անձամբ գալ չեք կարող վերցնել, ամոթ որ որևէ բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցիչ չի գալիս այս նամակը վերցնելու, ողջ հարգանքով այստեղ ծառայություն իրականացնող մարդկանց նկատմամբ, այդ թվում այն անվտանգության աշխատակցիով հիմա լիազորված է նամակը վերցնել, ամոթ Եվրոպական միության դեսպանին, դեսպանատան հիմնական դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին ամոթ։ Սա է իրանց վերաբերմունքը Հայաստանում խնդիրների վերաբերյալ։ Նորից կրկնեմ, անձը չի կարևոր, այլ մոտեցումները։ Եվրոպական դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ծառայում է Նիկոլին։ Եվ հիմա այս փաստով մենք փոխանցելով այս նամակը ոչ դիվանագիտական ներկայացուցիչ, այդ փաստը հերթական անգամ կամրագրենք։ Շնորհակալություն։ Աշխատակիցը ով առավոտ տնից դուրս գալու թեժ ցանկություն չուներ հայտնի դառնալու եւ դեպի առաջ կանգնելու մարդուն ազնարեն են վերցնել որոնք այստեղ մեղավոր են մարդիկ, որոնք վախենում են նայել անգամ մի 80 հոգի ենք այստեղ հավաքվել, վախենում են նայել 80 հոգու աչքերին, հայ ժողովրդի ներկայացուցիչ իր ձայնը բարձրացնող բողոքող 80 հոգու աչքերին։ Այդ կոչվում են եվրոպական դիվանագետներ այսօր։ Բայց եթե 80 հոգուց են վախենում, այ ժողովրդի աչքերին ոնց են նայելու։ Իսկ այդ օրը գալու է որ նայելու են։ Ոչ մի բան հավերժ չի։ Ոչ իրանք են իրանց եվրոպական բարձրաստիճան պաշտոններում հավերժ, որովհետև եվրոպական հասարակությունները իրենք են դժգոհ իրենց այսօրվա էլիտաներից։ Ոչ էլ Նիկոլն է հավերժ, որպես այս օկուպացիոն ռեժիմի, Հայաստանը զավթած օկուպացիոն ռեժիմի պարագլուխ, ոչ մի բան հավերժ չի եւ աչքերիս մեջ նայելու ժամանակը գալու է ոչ միայն իմ, նաեւ Սրբազանների, նաեւ Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, ճնշված ու ծեծված նստած լրագրողների, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց ազատության համար պայքար, եվրոպական արժեքների համար պայքարել են, նստած են ավտորիտար ռեժիմի ճնշման հետևանքով եւ Եվրոպական միության դեսպանատան պահվածքը սա է։ Լավագույն բառը ամենամեղմ որ կարելի է ասել, shame on you։ Շնորհակալ եմ։